Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ես այսպես մեր խոզիկների կերերն եմ պատրաստում, որ տանեմ տան, տեսեք, այսպես վազրատ հոտդոգ բանել, որ լինում է, մենք հաջորդ օրը չենք վաճառում, այսպես բերում ենք և մեր խոզերին ենք տալիս, այս ասկիսեմ բոլորին երկուսին էլ, երկուական վեդրո եմ պատրաստում, այսպես իջացնեմ, տեսեք, երկուական վեդրո եմ պատրաստում, ամեն մեկից ընդ ինչ որ գցում եմ, բոլորին է գցում եմ, առավոտ շուտ է, ժամը 7:30 է, վեր եմ կացել, որպեսզի շուշուտ կերակրեմ, մի քիչ կան մտնեմ հայացս գործ անեմ, հետո էլ գնամ փոխվեմ, որ գնամ աշխատանքի։ Այսօր տեսեք, թե ինչ կերակուրներ են ուտում մեր խոզիկները։ Այսպես խնամքով ամեն օր։ Հիմա մի քիչ այս կարտոֆիլի կեղևներ եմ լցնում։ Այս մի տեղը քիչ եմ լցնում, որտեղ մի կողմը մի հատիկ է, այն մի կողմը արդեն շատ են։ Դրա համար էլ այս մի տեղը քիչ եմ լցնում։ Այսպես։ Մի քիչ երեք կանաչիներ էի հանել, նրանցից էլ գցենք։ Այս այսպես և ավելացնում եմ թեփը, վերջ, այսպես ես չոր եմ տալիս, հետո հետևորդներ ջան, վերջացրեցի աշխատանքս, խոզուկներին կերակրեցի, կանաչիները հավաքեցի հողամասից, մի երկու գործ էլ տանը կատարեցի և այսպես պատրաստվեցի ու հիմա գնում եմ աշխատանքի։ Այսօր վաճառողուհի եմ, մեր վաճառողուհու Ազատորնա գնում է, հիմա ես գնում եմ վաճառակետ։ Այնպես որ հետևորդներ ջան, օրը այսպես է անցնում, ամբողջ օրը այս տեսակի առավոտ շուտ վեր եմ կենում, այդ գործերն եմ կատարում, հետո աշխատանք, հետո խառը, տուն, տեղ, այսպես անցնում է իմ առօրյան, ես շատ ուրախ եմ, չեմ բողոքում, փառք Աստծո, թող առողջ լինենք, աշխատենք, չարչարվենք, ստեղծենք։ Ես միայն դրա կողմնակից եմ, ես եթե տանը հանգիստ նստեմ, ապա ես կհիվանդանամ, ես չեմ կարողանում, ես սովոր եմ աշխատանքին, ես սովոր եմ շարժին, արագությանը, չեմ կարող հանգիստ նստեմ։ Այնպես որ հետևորդներ ջան, հիմա գնում եմ աշխատանքի 3-րդ փուլին։ Եթե ինչ-որ մի բան այդտեղուց հաստատ կցուցադրեմ
ոնց է ընթանում հիմա օրը առևտրի կենտրոնում եւ կշարունակենք շփվել։ Հիմա գնամ, որտեղ արդեն մի քիչ նորից ես եկա իմ չրի ապարատով։ Այս անգամ ուրիշ չիր։ Ինչ չիր կլինի հետևորդներ ջան։ Այսպես որ նայում եք, չգիտեմ երևա թե չէ, բայց ասեմ, ինչի չիր եմ ես պատրաստել եւ արդեն ինչ չորացել է։ Այսօր առավոտվանից եմ միացրել, մոտավորապես ժամը քանիսն էր որ միացրել եմ, ժամը 9-ի մոտերն էր որ միացրել եմ եւ ժամը 6-ի կողմերը անջատել եմ ապարատը եւ արդեն լրիվ պատրաստի չիր ունեմ, շատ լավ ապարատ է, ես էլի եմ նշում, ինչի չիրա, ձմերուկի չիրա հետևորդներ ջան, տեսեք այս տեսակի այսեն ձմերուկի չիր եմ պատրաստել, խնդրեմ տեսեք, ինձ սիրուն, թափանցիկ, տեղին, հետաքրքիր նայեք կարմիր գիծը մեջը, շատ լավն է, խրխրթան, համով ուտվում է, տեսեք, նա ինքը շատ շիրայոտ է չի, բայց ինքը դե քաղցր է բնականաբար, բայց այն շատ շիրան չի էլի, որ սս կպնում է ձեռքերիցը, չես կարողանում առանձնացնել, դրանք հատուկ այդ տեսակ չրի սիրահարներ կան, որ պետք է լինի այդ տեսակի ցուկատներ, այսինքն շատ քաղցր վիճակ, այսպես 5 հատներ դրված է, պատկերացնեք հետև ու առաջ ենք արել տեղափոխություններ, մի քիչ թողել ենք տակնաչորացը, հետո տեղափոխել ու լրիվ ընտիր վիճակով, արդեն չոր վիճակով հավաքում եմ, տեսեք թե ինձ է հավաքվում, չի էլ կպնում, մեկ օրում ունենալ այս տեսակի չիր, արդեն իսկ հրաշք է, տեսեք ամենահարմարը ձմերուկի չիրն է հետևորդներ ջան, ձմերուկի չիրը երկուսը մեկում է համարվում, հիմա կասեք ոնց, ձմերուկի չիրը պատրաստում ես կեղևներից, ձմերուկի միջուկից, բնականաբար, որ դու ուզեն ասել, չի ստացվելու, կհալվի, կգնա սիրոպի մեջ կկորի, իսկ կեղևը, մարդիկ կան, որ կեղևը դեն են շպրտում, չեն օգտագործում, կամ հարևանի խոզին են տալի, կամ հավերի մոտ են գցում, բայց ամենաճիշտ օգտագործման ձևը դա չիր պատրաստելն է հետևորդներ ջան, համ ձմերուկն ես ուտում, համ չիրն ես պատրաստում և ձմռան համար պաշար ես հավաքում, հիմա այսպես ես կանեմ, կհավաքեմ, ձմեռն արդեն տեսականիները շատ եմ ունենում ամանորին, եթե շատ տեսականի եմ անում, ապա սինից ավելի գեղեցիկ է լինում, լի գույներով, լի տեսականիներով և հաճախորդները ավելի շատ են գնում նման տեսակի չրեր, այսքան տեսեք ինձ սիրուն այսպես հանում, սենց դարձում եմ, որ դնեմ տելեֆոնը, ես է վերջինը, տեսեք ինձ սիրուն է, մի հատ խնդրում եմ տեսեք, ինչ գույն է, այն սև գույնը չի, որ սենց սևանում, չորանում է, այսենց խունկի նման, սպիտակ, գեղեցիկ, փայլուն երևում է, շատ լավ, դուրս եկավ, էլի եմ պատրաստելու, որովհետև դեռ նոր ենք սկսում ձմերուկի ոնց որ այն շատ լինել է, որ առնում է շատ-շատով և միշտ կեղևը լինում է, անընդհատ կպատրաստեմ, կրպում ես, կտրատում ես, ինչ է ձմերուկի պատրաստելը, պատրաստում ես նույն եղանակով, կիր եմ դրեմ 1 ժամ, ձմերուկի չիրը կիր եմ դրեմ 1 ժամ, և մի փոքր ծծումբով ծխեցրել եմ, որպեսզի համ գույնը դեղին լինի, համ որդնելու հավանականությունը 0 լինի, այսինքն չորդնի, ինչքան էլ որ մնա, ծծումբի ծուխը շատ օգտակար է լինում հետևորդներ ջան, ինչու չեմ նկարահանել, որովհետև ասեմ շատ սենց վատ վիճակում էի, չէի կարող այտենց ձեքկուրթոտ բան, չէի կարողանալ բարձրանալ, փոխվել, սենց մի հատ անհարմար վիճակ էր, և այդպես չկարողացա, որ նկարահանումը անեմ, բայց մի օր ձեզ խոստանում եմ հետևորդներ ջան, երբ որ ամեն ինչ նորմալ կլինի, խանգարող հանգամանք չի լինի, ես անպայման ձեզ կցուցադրեմ, թե ինչպես եմ ծխեցնում, հիմա տեղավորում եմ այսպես, լցնում եմ ցելոֆանի մեջ, սովորական ցելոֆան եմ վերցրել,
Ինչու եմ սովորական վերցրել, որովհետև կարողանում եմ հեշտ կապել եւ բերանը բացվելու հավանականություն չկա, էլի։ Իսկ ինձ պետք է որ ամուր լինի, որ սառցեխցիկի հոտը չկպնի, չնայած դե այն լավ սառցեխցիկներից է մերը, բայց ամենայն դեպս սառցեխցիկ է, ապահովությունը լավ բան է, պետք է բերանը ամուր կապել։ Նոր եմ եկել աշխատանքից, հետևորդներ ջան, ժամը արդեն 11:30 է, բայց ես այսպես ակտիվորեն դեռ չերես եմ տեղավորում։ Օրս լի է անցել, սենց խառը վազքով աշխատանքի, արդեն խոզեր եմ բերել, խոզերի գործն էլի ավելացել հետևորդներ ջան, առավոտյան վեր եմ կենում, կերակրում եմ խոզերին, գոմը լվանում, մաքրում, այնը տեսակ բնավորություն ունեմ, որ պետք է կապ չունի, ես գոմը լվանամ ամեն օր եւ մի հատ կանգնում նայում եմ, որ բոլոր տեղերը սենց սիրուն լինի, դե ամառա թող հոտ էլ չկպնի, հոտը չտարածվի, հոտը լավ պահելուց է, լավ լվանալուց է, եթե լավ խնամված մենք լվանանք եւ մաքրենք, ապա հոտը չի տարածվի։ Եվ այսպես այդ ավարտում եմ, կանաչի հետո մտնում կանաչիներ եմ հավաքում հողամասիցս, սորտ, մառոլ, կանաչ, համեն, սամիտ, պետրուշկա, նման տեսակի բաներ եմ հավաքում, որ հետը ստանեմ շաուրմայի կետը, որպեսզի կանաչիներին գումար չտանք, արդեն ինչքան ժամանակ ա, ինչ կանաչիները ստանում եմ, ես ընդհանրապես ոչ մի գումար չեմ ծախսում կանաչիներ գնելու խանութում օգտագործման համար, դեռ բավականին շատ ունեմ կանաչիներ, մինչև սեպտեմբեր, այն ձև եմ ցանել, որ մինչև սեպտեմբեր, մինչև ցուրտ մտնելը, ես կանաչիների խնդիր չեմ ունենալու հետևորդներ ջան, այդպես վերցնում եմ, գնում եմ աշխատանքի, այնտեղ ահագին աշխատանքներ եմ կատարում տղում, հետո հետ վերադառնում եմ տուն, գալիս եմ ժամը 5-ին, նորից խոզերին կերակրել, կանաչի հանել տուն եւ գնում եմ նորից աշխատանքի եւ այսպես լի, ուրախ եւ հետաքրքիր անցնում է իմ ամբողջ օրը հետևորդներ ջան։ Այսքանը իմ սիրելի հետևորդներ ջան, ձեր հետ գոհարն էր, որը կիսվեց իր առօրյա, ինչպես է ասում իր առօրյան եւ իր չիրեն պատրաստել։ Այսքանը իմ հետևորդներ ջան, մնացեք Աստծով, ձեր հետ գոհարն էր, որը ձեզ անչափ շատ է սիրում։